ամենահեղափոխական 2-3 բաները, որ նայում ես, օրինակ տնտեսական, դրանք մեկը հակաբեղմնավորիչներն են, երկրորդը լվացքի մեքենան է, երրորդը սառնարան։ Դրանք չեն մտել աշխատաշուկա, որտեղ գնացին, պայքարեցին, գորգորացին, բանալեցին, տղամարդիկ ասին, չէ, այդ բանը եղավ, որտեղ արդեն լվացքի մեքենայի, սառնարանի ու նաև գազօջախի հայտնվելու պարագայում տան գործերն արդեն որպես այդպեսին է ծանր վատ գործերը, որը կինը մինչև այդ ամեն իր վրայից դուրս եկավ, ինքը սկսեց ունի ազատ ժամանակ, եթե ունի ազատ ժամանակ, ինչի չաշխատի, սկսում մտնել աշխատաշուկա։ Ու բանը հակաբեղմնավորիչը հնարավորություն տվեց նույն կնոջը աշխատաշուկայից շատ ավելի ուշ դուրս գալ։ Աշխատողների քանակը 2 անգամ հասարակության մեջ աճեց։ Չէ՞ որտեղ մինչև այդ կանայք չկային, հիմա կանայք եկան միացան։ Հիմա մենք գիտենք, որ տնտեսական աճը երկու գործոնով է պայմանավորված՝ կապիտալ ու աշխատուժ։ Պատկերացրու դու այդ երկու տնտեսական աճի գործոններից մեկը հանգրցակի 2 անգամ ավելացրեցիր։ Դա տեխնոլոգիական փոփոխություն է, որը բերեց հասարակության մեջ հեղափոխության։ Ասենք Henry Ford-ի որոշումը, որ նորմավորված աշխատանքային ժամ դնել ու իր աշխատողներին այնքան աշխատավարձ վճարել, որ իր աշխատողները կարողանան իր մեքենաներն առնեն, այդտեղ տեխնոլոգիական հեղափոխություն չկար։ Բայց դա բերեց տնտեսական հեղափոխություն։